Հիսուսի ծնունդի ավետումը 6-րդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծո կողմից ուղարկվեց Գալիլեայի Նազարեթ քաղաք, Մարիամ անունով մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ։ Հրեշտակը գալով նրա մոտ ասաց. «Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Իսկ նա այս խոսքերի վրա խռովեց և մտքում խորհում էր, թե ինչ բան էր այս ողջույնը։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց շնորհ գտար, և ահա կհղիանաս և կծնես մի որդի, և անունն էլ Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի, և Տերը Աստված նրան կտա նրա հոր Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։ Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս կպատահի ինձ այդ, քանի որ տղամարդ չեմ ճանաչում»։ Հրեշտակը պատասխանեց նրան և ասաց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է, և Աստծո որդի պիտի կոչվի։ Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը, նա ևս հղի է իր ծերության մեջ, և սա ամուլ կոչվածի հղիության 6-րդ ամիսն է, որովհետև Աստծո համար անկարելի բան չկա»։ Այդժամ Մարիամն ասաց. «Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Եվ հրեշտակը հեռացավ նրանից։ Այդ օրերին Մարիամը վեր կացավ և հութով գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը, մտավ Զաքարիայի տուն և Եղիսաբեթին ողջույն տվեց։ Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաղաց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով, բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Օրհնյալ ես դու կանանց մեջ, օրհնյալ է քո որովայնի պտուղը, որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ եկավ, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում, և երանի նրան, որ հավատաց, որ Տիրոջ կողմից իրեն ասվածը կկատարվեն»։ Մարիամի օրհներգությունը։ Իսկ Մարիամն ասաց. «Իմ անձը պիտի փառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, որովհետև նա նկատեց իր աղախնի խոնարհ վիճակը։ Եվ ահա այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի պիտի տան, որովհետև Ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար, և նրա անունը սուրբ է։ Նրա ողորմությունը սերնդեսերունդ իր երկյուղածների վրա է։ Նա իր բասկով զորություն գործեց, ցրեց իրենց սրտի խորհուրդներով ամբարտավաններին, հզորներին տապալեց իրենց աթոռներից և բարձրացրեց